ճամբարակում բռնկված հրդեհների մասով, որտեղից է սկսել հրդեհը, աղբյուրը, քանի որ կային խոսակցություններ, որ ադրբեջանական կողմից է եկել։ Այս բան ես կներկայացնեմ ընդհանուր Հայաստանում տիրող վիճակը այդ ուղղությամբ։ Այս պահի դրությամբ ուրեմն ունենք հրդեհաշիժման լայնածավալ աշխատանքներ ճամբարակ թթու ջուր հատվածում, այդտեղ դուք գիտեք, որ նոյեմբերի 21-ին առավոտյան 11-ին էր ստացվել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը ահազանգ հրդեհի վերաբերյալ տարբեր օջախների, նաև երկու տեղամասում արդեն հրդեհը մարված է, մյուս հատվածներում այս պահին ինտենսիվորեն հրդեհաշիժման աշխատանքներ են կատարվում, այդտեղ աշխատանքները ղեկավարում փրկարար ծառայության տնօրենը ներքին գործերի նախարարի տեղակալ Գամոց Հուցուլյանը 1500-ից ավելի ուրեմն փրկարար ծառայողներ են մասնակցում հրդեհաշիժմանը, մեր գործընկերներ կառույցի շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության ուրեմն նաև բնակիչներ համայնքի մեծ աշխատանք են կատարում, ներգրաված է նաև պաշտպանության նախարարության ուղղաթիռ եւ այս պայդերությամբ կարող եմ ասել, որ 59 չվերթ է իրականացրել հրդեհաշիժման աշխատանքներին ներգրավելով։ Այս պայն մենք ունենք նաև խոտածածկ, բուսածածկ, տարածքի հրդեհ Տավուշի մարզում մի քանի հատվածներում կրկին մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, մեծաթիվ ուժեր են ներգրաված, այս պայն ունենք նաև Շիրակի մարզում մեկ հատվածում խոտածածկ տարածքի հրդեհ, որ կրկին հրդեհաշիժման աշխատանքներ են իրականացվում, ինչ վերաբերում է պատճառներին, ապա պատճառներ այս բան չեմ կարող նշել, եթե լինի քննություն հրդեհաշիժման աշխատանքների ավարտից հետո քննությունը կպարզի, որ հատվածից ինչ եղանակով։ Կցանկանայի նշել, որ վերջին 2 օրերին Հայաստանի տարբեր մարզերում են արձանագրվել խոտածածկ եւ բուսածածկ տարածքի հրդեհներ, Սյունիքի մարզում, Կոտայքի մարզում, Գեղարքունիքի մարզի տարբեր հատվածներում, Լոռու մարզի տարբեր հատվածներում, Արագածոտնի մարզում եւ որոնք մարված են այս պահին։ Եվ պետք է մեր բնակիչներին հորդորենք, որ անհարկի այրումներ չկատարեն, հատկապես խոզանի այրումներ, դա ոչ միայն էկոհամակարգին է վնաս, հողի որակին է վնաս, այլ նաև հնարավոր է անդառնալի մեծ հրդեհների պատճառ հանդիսանալ։ Նաև հրդեհներով կցանկանայի նշել, որ նպաստող հանգամանք է նաև չոր կլիման, որը ինչպես դուք գիտեք նաև մեր տարածաշրջանում Կասպից ծովի ափին եւս Իրանի հատվածում շատ մեծ հրդեհներ կան անտառային եւ այնտեղ նույնպես հրդեհաշիժման աշխատանքներ են իրականացվում։ Արդյոք կա վտանգ, որ հրդեհը կմոտիկանա ավելի բնակելի հատվածին։ Որոշակի հատվածներում Գեղարքունիքի մարզում նման վտանգ եղել է, ինչը չեզոքացվել է, փրկարները կանխել են հրդեհի տարածումը թե բնակավայրեր, թե որոշակի հատվածներում նաև անտառամերձ հատվածներ եւ այս բան չեմ կարող նշել, թե երբ կավարտվեն հրդեհաշիժման աշխատանքները, ինտենսիվորեն շարունակվում են, ինչպես նշեցի, 1500-ից ավելի փրկար ներգրաված են միայն Գեղարքունիքի հատվածում, այս բան 100-ավոր փրկարներ ներգրաված են Տավուշի մարզի բոլոր կետերում եւ ամեն ինչ արվում է, որպեսզի մաքսիմում շուտ ուրեմն հրդեհաշիժման աշխատանքները ավարտվեն։